Ես մարդիկ որ չնեն, դուք ինչ եղեկավ աշխատին, եք ու մտ եղեկավ արեք։ Հունվարին իրանք միլիոններ ստացան։ Մոտավորապես 7 միլիոն։ Պետք է աշխատավարձը լինի արդյունքի արտահայտություն։ Պարգևավճար ստացել եմ։ Ոչ մեկի նկատմամբ հավատ չունես։ Ըստ էության այդ աշխատավարձի բարձրացումն է ուղղակի մի փոքր այլ եղանակով։ Նախարար եմ ուզում, որ ամիսը 10 միլիոն փող ստանան։ Իսկ ինչ են անում ամբողջ օրը։ Ստատեղները քնում են մեկը կռիվ իրան։ Նախորդ տարեվերջին կառավարությունը 3.5 միլիարդ դրամ հատկացրեց ու պարգևատրեց 16 պետական կառույցների աշխատողների։ Նախորդ ամիս գործադիրը որոշեց 4.6 միլիարդ դրամի չափ պարգևավճարներ հատկացնել պետական մարմիններին։ Աղքատության բարձր մակարդակի, ցածր կենսաթոշակների եւ աճող պետական պարտքի ֆոնին սա արդարացված ծախս է։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք ընդհանրապես պարգևավճար չպետք է ստանան։ Այնտեղ համակարգ չկա, որ վերանայվեն։ Դրանք անհատական որոշումներ են կոնկրետ մի մարդ որոշում է, որ այսինչ մարդը պետք է պարգևավճար ստանա։ Դա խնդրահարույց է, կա քաղաքացիական ծառայողների աշխատանքի գնահատման քիչ թե շատ լավ թե վատ աշխատող համակարգ, այսինքն կա կոնկրետ համակարգ, որի միջոցով գնահատվում է քաղաքացիական ծառայողների աշխատանքի արդյունքը եւ դրա հիման վրա իհարկե կարելի է նաեւ եւ ցանկալի է քաղաքացիական ծառայողներին պարգևատրել։ Խնդիրը կապված է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրման հետ։ Ես կարծում եմ, որ օրենքի եւ սահմանադրության տեսակետից դա խնդրահարույց է եւ հավանաբար մի օր այդ հարցը ավելի խորությամբ կքննվի։ Ըստ տեղեկությունների պետական համակարգի շարքային աշխատակիցները հաճախ ստանում են իրենց ամսական աշխատավարձից էլ ցածր պարգևավճարներ, մինչդեռ գերատեսչությունների ղեկավարների դեպքում պատկերը հակառակն է։ Որքանով է արդարացված քիչ ստացողին քիչ, շատ ստացողին շատ սկզբունքը։ Շատ ու շատ դեպքերում պարգևատրումը կապվում է հենց աշխատավարձի հետ։ Դա ինչ որ չափով հիմնավորված է, այսինքն պարգևատրումը կապում են աշխատավարձի մեծության հետ։ Չեմ կարծում, թե դա որպես սկզբունք է որդեգրվել, դա ուղղակի կամայական որոշում է, որովհետև քաղաքացիական ծառայողների աշխատանքը գնահատվում է որոշակի համակարգի միջոցով, որը նշեցի, որ կա որոշակի համակարգ, որ գնահատում է քաղաքացիական ծառայողների կատարած աշխատանքը եւ դրա հիման վրա որոշում է կայացվում նրանց պարգևատրվելու, չպարգևատրելու կամ պարգևատրման մեծության մասին։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի գնահատման սկզբունքները խիստ խնդրահարույց են եւ բոլորովին հասկանալի չէ, թե ինչպես են նրանք պարգևատրվում, ինչ սկզբունքով, ինչից ելնելով, ինչպես է գնահատվում նրանց աշխատանքը, ով է գնահատում նրանց աշխատանքը, այդ ամբողջը խիստ սուբյեկտիվ է։ Պարգևատրման անհրաժեշտությունը հիմնավորող բարձրաստիճան պաշտոնյաներն արդարանում են, թե պետական համակարգում վարձատրությունը ցածր է ու ոչ գրավիչ մասնավոր հատվածում աշխատող որակյալ մասնագետների համար։ Ինչպես լուծել այս խնդիրը։ Եթե իրենց հիմնական նպատակը բարձր աշխատավարձն է, ապա իրենք պետական ծառայության համակարգում անելիք չունեն, թող գնան մասնավոր հատված եւ կատարեն բարձր վարձատրվող աշխատանք եւ ստանան բարձր աշխատավարձ։ Ոչ մեկը դրա այդ խնդիր չունի։ Պետական կառավարման համակարգում բոլորովին այլ խնդիրներ են լուծում, այնտեղ այլ նպատակներ են սահմանվում աշխատանքի համար, այլ վարձատրության մակարդակ։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց գործունեությունը եւ մասնավոր դաշտի գործունեությունը ամբողջությամբ տարբերվում են իրարից, այսինքն նրանք բոլորովին տարբեր աշխատանքներ են կատարում։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք մասնագիտական խնդիր չեն լուծում։ Հենց իր անունը ասում է, որ նրանք կայացնում են քաղաքական որոշումներ եւ համեմատել, թե իբր իրենք լավ մասնագետներ են եւ նույն գործը կատարելով մասնավոր հատվածում ավելի բարձր աշխատավարձ կստանան, դա բացարձակապես ճիշտ չէ, որտեվ մասնավոր հատվածում քաղաքական հարցեր չեն լուծվում։ Ինչն է համարժեք ֆինանսների նախարարին մասնավոր հատվածում եւ տեսնենք այդ ֆինանսների նախարարները պաշտոնը թողնելուց հետո արդյոք կատարում են այդպիսի աշխատավարձ եւ վարձատրվում են։ Օրինակ շատ ու շատ դեպքերում, երբ նման քննարկումների են մասնակցել, հղում են կատարել, որ բանկի կառավարիչ կարող են աշխատել։ Բայց այսօր բանկերի կառավարիչներից ոչ մեկը նախկին ֆինանսների նախարար չի։
Այսինքն պնդումը, որ իբր իրենք կարող են գնալ մասնավոր հատված եւ ավելի բարձր աշխատավարձ ստանալ, այդքան էլ հիմնավորված չէ։ Քաղաքական պաշտոն զբաղեցնելու դեպքում ընդհանրապես լուծելու խնդիր չկա։ Դեռևս 2020 թվականին եք հայտարարել, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող պարգևավճարներն անօրինական են։ Ինչու եք այդպես կարծում։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ազգային ժողովում ելույթի ժամանակ նշեց, որ իրենք հիշում եք այն ժամանակ գաղտնի որոշումով էր տրվել պարգևավճարը, իրենք դա դե յուրե ձևակերպել են որպես պարգևավճար, բայց վճարում են դե ֆակտո աշխատավարձ։ Ես իրավաբան չեմ, բայց գիտեմ, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը սահմանվում է օրենքով եւ իմ կարծիքով խիստ խնդրահարույց է, որ վարչապետը աշխատավարձ է սահմանում։ Կարծում եմ այդտեղ խնդիր կա եւ հավանաբար նույնիսկ կարելի ասել, որ վերազանցել է իր լիազորությունները։ Մյուսը կապված էր պարգևավճար հասկացության հետ, որ այն տրվում է աշխատանքի գնահատման, ինչ որ լրացուցիչ աշխատանք կատարելու եւ այլ հանգամանքների հետ կապված եւ միանվագ վճար է։ Իսկ այն պարգևավճարը, որ տրվում էր նախարարիներին, դա պարբերական բնույթ էր կրում այն ժամանակ եւ մյուս հանգամանքը կապված է նրա հետ, որ սահմանադրությունն ասում է, որ պետական պաշտոնյաները չեն կարող կատարել գործառույթներ, որոնք նախատեսված չեն օրենքով։ Այսինքն օրենքը նախատեսում է որոշակի գործառույթներ պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար եւ կոնկրետ աշխատավարձ դրա համար։ Նրանք չեն կարող որևէ լրացուցիչ աշխատավարձ կատարել, որ ասենք այս լրացուցիչ աշխատավարձի համար լրացուցիչ վարձատրել։ Եթե կատարեն, կստացվի, որ վերազանցում են իրենց գործառույթները։ Իսկ իրենց գործառույթների համար արդեն աշխատավարձը կա սահմանված։ Նախարարները հաճախ խուսափում են հրապարակել ստացած պարգևավճարների չափը վկայակոչելով անձնական տվյալների գաղտնիությունը։ Արդյոք բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրման չափի մասին տեղեկությունը համարվում է անձնական գաղտնիք, թե այն պետք է լինի հանրային ու թափանցիկ։ Եթե տվյալը պետական եւ ծառայողական գաղտնիք չի կազմում, ապա միանշանակ մնացած ամբողջ տեղեկատվությունը հանրային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պետք է հասանելի լինի հանրությանը։ Ոչ միայն պետական պաշտոնյաների աշխատավարձ եւ պարգևավճարներ, այլ նաեւ մնացած ծախսերը։ Եղել են դեպքեր, երբ կառավարությունը ինչ որ մի գումար է հատկացրել ընկերության եւ հետո առևտրային գաղտնիքով պայմանավորված հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել դրա վրա։ Այդպես չպետք է լինի։ Հանրային ռեսուրսների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը պետական կամ ծառայողական գաղտնիք չի հանդիսանում, պետք է հասանելի լինի հանրությանը։ Եթե իրենք ուզում են իրենց անձնական տվյալները գաղտնի մնան, ապա չպետք է օգտվեն հանրային ռեսուրսներից։